Իր հարցազրույցներից մեկում Մավր Մկրտչյանը նշել է, որ ժողովրդական երգիչ լինելը ոչ թե կոչում, այլ պարտականություն է։ Այսօր կխոսենք երգչի հետ, ժողովրդական երգի հետ հանդիպման եւ այդ պարտականություն կոչումը տանելու մասին։ Բարև ձեզ, Մավր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես ինքս եմ շնորհակալ, որ այստեղ եմ։ Մավր, ուզում եմ ձեր եւ ժողովրդական երգի առաջին հանդիպումից սկսենք։ Ինչպես ստացվեց։ Այո, վերջերս մի քանի անգամ առիթ եղավ դրա մասին խոսելու, բայց հիմա սիրով ու շատ հաճելի հիշողություններով դա կպատմեմ։ Իմ առաջին հանդիպումը եղել է ժողովրդական երգի հետ իմ ընտանիքում, իմ տան մեջ հայրիկս։ Հայրս շատ լավ երգում է, շատ երաժշտական մարդ է։ Ժամանակին ինքը նաև ուսանել է ակարդեոն, դեն ժամանակ ակարդեոններ նվագում եւ այսպես, բայց ժողովրդական երգի հավոր մեծ սիրահար է եւ շատ պայծառ են հիշողություններս, երբ ես 5 կամ 6 տարեկան էի մոտարպես այս տարիքում եւ այսօրվա պես հիշում եմ, հայրս ամեն գիշեր երեկոները նստում էր, գիշեր ասելով երեկոյան 8-ից 9-ի հատվածում դաժե ճամերն եմ հիշում անգամ նստում էր տանը, վերցնում էր ակարդեոնը եւ ինքը իր հաճույքի համար նվագում երգում էր ամբողջ մեր իր իմացած ռեպերտուարը կարելի ասել եւ իր իմացած ռեպերտուարը մեր ժողովրդական աշխարհական երգերն էին։ Եվ ես շատ փոքր երեխա էի, ես կան ու այդ ամբողջ ընթացքում ականջիստակ եղել են այդ երգերը։ Ոնցավ մոտավորապես 6 տարեկան ու կես էի, մի օր հայրս երգացրեց, պատական երգում էի ոնց որ քթի տակ, երգացրեց, տեսա որ բոլոր երգեր հիմնականում գիտեմ ու սկսեց հետս պարապել, աշխատել ու հետո 7-8 տարեկանում արդեն ես ինքս էի սկսել ակարդեոն նվագել սովորել եւ այդ նույն բանը ես ինքս էի անում տանը, ակարդեոն նստում ակարդեոն նվագում եւ երգում։ Եվ այդ ամեն ինչը տեսնելով արդեն բնականաբար հայրս ծնողներս որոշեցին ուղարկել Երևան սովորելու, այդտեղից սկսվեց արդեն իմ երաժշտության հետ առնչությունը։ Իսկ առաջին բեմելը հիշում եք, լարված էիք, գուցե վատարող չէիք օրինակ։ Առաջին բեմելը որպես այդպիսին հիշում եմ իհարկե, դա մեր գյուղի դպրոցում էր։ Գյուղի դպրոցում էր, եթե չեմ սխալվում, երբ որ մենք դպրոց էինք ընդունվում, 10-րդները ավարտում են, այսպես էր, եւ 10-րդների ավարտին առաջին դասարանցիները ինչ որ արտասանում էին կամ այսպես, ինձ երգացրեցին եւ այս իմ հիշողության առաջին բեմելը հենց դա էր, որ երգեցի, շատ այն ժամանակ ոգևորված երգեցի, ծափարեցին, ողջունեցին, դա ինձ ավելի շատ ոգևորեց եւ դե արդեն Երևանում առաջին բեմելը հիշում եմ, որ եղել է Էջմիածնու։ Մավր, ի՞նչն է ձևավորում արվեստագետին, արտիստին, ավելի շատ տաղանդը, կրթությունը, թե այլ հանգամանքներ, թե անցած ճանապարհը գուցե։ Արվեստագետը ձևավորվում է ըստ իս մի քանի ֆակտորներ են ձևակերպում արվեստագետին եւ թիվ 1 ձևավորող հանգամանքը դա ընտանիքն է։ Ընտանիքի մթնոլորտը, ընտանիքի երաժշտական ճաշակը, գրական ճաշակը, բոլոր այդ ամեն ինչը առաջին հերթին հենց երեխայի վրա ներգործում է ընտանիքը։ Հետո արդեն մի փոքր ավելի լայն շրջապատը, դա այդ տարիքում գալիս է մանկապարտեզը, դպրոցը եւ նաեւ այն շրջապատը։ Եվ այնուհետև արդեն երբ որ դու ունես որոշակի բազա, այդ բազայի վրա ձևավորվում է նաև պրոֆեսիոնալ կրթության, ուսանության, բնականաբար դասախոսներ եւ այս ամեն ինչը, բայց ըստ իս առաջի ձևավորողը դա հենց ընտանիքն է։ Երբ արդեն որոշեցիք, որ պետք է զբաղվեք պրոֆեսիոնալ գործունեությամբ, եկաք Երևան ուսանելու, ինչպես ասացիք, ինչն է ամենաշատը տպավորվել առաջին տարիներին եւ եթե հիմա հետհայաց գցենք Իմ դիմաց նստած Մավր Մկրտչյանը այն ժամանակվա Մավր Մկրտչյանին ինչ խորհուրդ կտար։ Կարելի ասել ոչ մի խորհուրդ, որովհետև ես այնքան երջանիկ եմ եւ ուրախ եմ, որ իմ կյանքը հենց դասավորվել է այնպես, ինչպես որ եղել է։ Եթե ինձ նորից տրվեր հնարավորություն ծնվելու, ես նորից կծնվեի նույն ընտանիքում եւ նույն տարածաշրջանում, որովհետև ըստ իս ջավախքը դա
աշխարհի ամենահրաշալի տեղն է իմ համար։ Եվ դա նաև իմ աշխարհայացքի ձևավորման եւ ամեն ինչ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել եւ ինչ խորհուրդ կտայի չեմ կարող ասել, որովհետեւ ես որ նայում եմ իմ կյանքը հետ հայացքով տեսնում եմ, որ այնտեղ ավելորդ բան չի եղել։ Չի եղել այնպիսի բան, որի համար ես փոշմանել եմ, իհարկե եղել են պահեր, որ ես գիտեմ, որ ավելին կարող էի, բայց արել եմ այդ պահի հնարավորության առավելագույն չափով եւ կարծում եմ, որ դա այսօրվա իմ կայացման ամենահիմնարար կետերից մեկն է։ Իմ այդ շրջանի այս տքնաջան աշխատանքը, դժվարությունները, բնականաբար գյուղից երբ որ գալիս ես քաղաք, լրիվ փոխում ես միջավայրը տարբեր Իհարկե շատ մեծ բարդությունների հետ է կապված, բայց այդ բարդությունները ես հիմա որ հետ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ ինձ շատ կոփել է, ինձ դարձրել ուժեղ եւ ես մենակ ուրախ եմ դրա համար։ Մավր, ձեր ձայներանգում հնչում են ազգային, ժողովրդական, հոգևոր շեշտադրումներ, ինչպես եք հավասարակշռում այս ամենը։ Անկեղծ ասեմ, շատ բաներ ես անգիտակցաբար եմ անում։ Ինչքան էլ վերջին շրջանում շատ պրոֆեսիոնալ փորձել եմ խորացնել իմ երգեցողության մակարդակով, թե երաժշտական կրթության առումով խորացնել պրոֆեսիոնալ իմ կրթությունը, բայց հասկացա մի բան, որ կա մի տեղ, որտեղ պետք է թողնես բնությունդ իր գործը անի։ Հենց դու փորձում ես վերահսկել բնությունդ, արդեն դու դառնում ես սովորական եւ անհետաքրքիր։ Եվ իրականում շատ ճիշտ նշեցիք, նամանավան վերջի շրջանում շատ կարծիքներ ու մեկնաբանություններ եմ լսել ձայնի այդ հնչերանգի մասին, իմ համար շատ պատասխանատու եւ շատ հաճելի բազում կարծիքներ կան, շատ նմանեցնում են կոմիտասի ձայնին, որը իրականում շատ պատասխանատու է։ Նաև վերջի շրջանում, երբ որ ես սկսեցի երգել հոգևոր երգեր, միջնադարյան տաղեր, այսպես, եւ այդ առումով էլ շատ ասոցացնում են միջնադարյան հնչերանգի հետ, եւ մի անգամ այս վերջի շրջանում, երբ որ շփվում էի մեր ականավոր երաժիշտներից մեկի Կարո Չալիկյանի հետ, ինքը այսպեսի մի բան ասաց, ես տեսնում եմ, որ դու նաև ապրել ես մոտ 10-րդ դարերում, դու եղել ես երաժիշտ ու այդ հասկանում ենք ինչի մասին է խոսքը, ինքը իր զգացողություններն է ասում եւ այդ տարի երանք կա մեջդ։ Այդ տարից սկսած դու նաև այդ տարերում ես եղել երաժիշտ եւ այդտեղից եկել է նաև քո հիշողությունը։ Չգիտեմ շատերը ոնց են նայում այդ ամեն ինչին, բայց իմ համար սա նաև ինչ որտեղ բանալի էր։ Բանալի նաև ուղղության առումով ես հետագայում ինչ պետք է անեմ, նաև ուր պետք է գնամ։ Սա նաև իմ համար ինչ որտեղ ճամփա է, որ նաև այդ մասում ես շատ գործ ունեմ անելու։ Գործերին դեռ կանդրադառնանք, այսօր ինչից եք ոգեշնչվում։ Կարդացած գրքերից, երաժշտությունից ձեզ հարազատ, բնությունից, լռությունից, ինչից։ Ոգեշնչման մի քանի բան կա, մի քանի հանգամանք կա, որ ինձ օգնում է, բայց ես ինքս ամենաշատը վերագտնում եմ ինձ երկու հանգամանքում, երբ որ ես մենակ եմ, լռություն է իմ շուրջը, եւ երբ որ ես իմ հարազատ գյուղում եմ։ Այդ երկու հանգամանքը ինձ այն լիցքավորող, երբ որ ինչ-որ շատ է էներգիա ծախսում, ժամանակ առ ժամանակ կարիք ես լինում լիցքավորվելու, դա իմ ամենաուժեղ լիցքավորիչներն են։ Բայց նաև ինձ շատ ոգևորվում է, երբ որ քո արածը տեղ է հասնում։ Երբ որ քո երգը, քո ասելիքը մարդկանց է հասնում, մարդիկ կամ գրում են, կամ արտահայտվում են դրանք լսելուց կամ կարդալուց, ես ինքս անգեղծ հուզվում եմ եւ սա ինձ ասում է մի բան, որ դու պարտավոր ես եւ պետք է անես այն, ինչ որ անում ես եւ ավելին անես, ինչ որ հիմա ես անում։
Նման օրինակ սերը մասնագիտության հանդեպ եւ պատասխանատվությունը հանդիսատեսի հանդեպ երբեմն չի խանգարում օրինակ բեմում եղել է որ կատարեք մի երգ, որը գուցե հանդիսատեսի սրտին է հարազատ, բայց ամեն դեպքում դա Մավր Մկրտչյանի մասին չէ, Մավր Մկրտչյանինը չէ։ Գիտեք, բնականաբար, երբ որ դու ստեղծագործ արվեստագետ ես, երբ որ դու անդադ նոր փնտրտուքների մեջ ես, բնականաբար լինում են դեպքեր, երբ որ դու անում ես մի բան, հետո ինքդ քեզ բացահայտելու համար, բայց այդ կետում բացահայտում ես, որ միգուցե այս փուլում դա քոնը չէր կամ ընդհանրապես դա քոնը չի։ Բնականաբար իմ մոտ էլ այդպիսի պահեր եղել են եւ դա ես օգտագործել եմ ավելի շատ հենց հետագան ճիշտ ուղղորդելու համար։ Եթե սա իմը չի, պետք չի, ուրեմն այնքան բաներ կա, որ իմն է, այսինքն սրա հետևից պետք է գնալ, բայց նաև ես չեմ ինձ սահմանափակում մենակ եղածի մեջ միշտ մնալով։ Բնականաբար դու պետք է փնտրես նորը, դու պետք է նոր ուղղություններ փնտրես, նոր գույներ փնտրես, նոր ձևեր փնտրես եւ այդ փնտրտուքի մեջ արդեն ձևավորում է մարդը եւ արվեստագետը։ Ժողովրդական երգը ամեն դեպքում հասունություն է պահանջում, որը դուք ունեք, բայց ինչպիսին է Մավր Մկրտչյանն այն ժամանակ, երբ անջատվում են նկարահանման լույսերը կամ գուցե փակվում է բեմի վարագույրը, երբ որ դուք այլևս արտիստ չեք, ինչպիսին եք։ Ինձ երբեմն նաև իմ շրջապատի մարդիկ եղել են կարծիքներ, անգամ նկատողության տեսքով, որ դու քեզ շատ հասարակ ես զբաղվում, պետք չի ամեն դեպքում արվեստագետը, արտիստը պետք է մի քիչ թեպուկուս հասարակ կյանքում էլ այդ աուրայի մեջ մնա, բայց ես ինքս այդպես անգամ ես բեմին եմ այդպես։ Ես չեմ կարող ուրիշ բան ցույց տալ, թե կյանքում, թե բեմում։ Սա եմ ես։ Ընդունում են շատ լավ, չեն ընդունում էլի լավ։ Ես չեմ ուզում փոխվեմ, ես չեմ ուզում ենթարկվեմ ինչ որ փոփոխությունների ուրիշի համար ձևերի մեջ։ Եվ ես հասկացա, որ ինչու՞ չէ նաև մարդիկ այսպես ավելի շատ են դու իրենցն ես, դու իրենցպես ես, դու իրենց նման ես, եւ սա է իմ բանալին։ Մավր այսօր մշակութային կյանքը բավական ակտիվ է Հայաստանում։ Ինչպես եք փորձում չթուլանալ եւ մնալ ոլորտում։ Իրականում եւ շատ ակտիվ է եւ շատ բարդ է, անկեղծ ասած։ Եվ մնալ ջրի երեսին, ստեղծագործել, փորձել քո պրինցիպներին հարազատ մնալ, դա շատ դժվար է, բայց ես բազմիցս ասել եմ, հիմա էլ ասում եմ, քանի որ ես կարողանում եմ դա անել իմ պրինցիպներից չշեղվելով, անել այն ինչ որ ես սիրում եմ եւ դրանով ապրել, ստեղծագործել եւ գնալ առաջ, դա համարում եմ հաղթանակ այսօր։ Բնականաբար ապագան ավելին է ուզում, ապագան արդեն իր խնդիրներն ու պահանջներն ունի։ Ըստ ձեզ ինչպիսին պիտի լինի երգիչը եւ որպես երգիչ, արտիստ եւ որպես հասարակական դեմք։ Պահպանելով իր սկզբունքները։ Իհարկե, թիվ 1 կանոնը ես կարծում եմ, որ դա սկզբունքային նույնությունն է։ Բոլոր ժամանակներում, բոլոր դեպքերում անել այն, ինչ որ քոնն է, այլ ոչ թե անել այն, ինչ որ այդ փուլում պոպուլյար է, այդ փուլում աշխատող է, այսպես ասեմ, այլ չէ, դու քո գույնը գտնես, ձևը գտնես եւ փորձես դրանով հետաքրքիր լինել հանդիսատեսին մարդկանց։ Եթե դու համոզված լինես, որ դու իրավացի ես քո հետ, դու անկեղծ ես քո հետ, վստահ եմ նաև հանդիսատեսն էլ դա ավելի շատ կսիրի, քան այն ինչ որ թվայցյալ պահանջված է։ Ձեր հանրահռչակման ճանապարհին հաճախ հնչել են կարծիքներ, որ ձեր ձայնը եւ ձեր երաժշտությունը նման է աղոթքի։ Ինչ է ձեր երաժշտությունը ձեզ համար։ Գուցե ներքին ճանապարհ, գուցե ներքին աղոթք, որին ձգտում եք, որի համար անում եք ձեր քայլերը արվեստում։ Նման է աղոթքի, որովհետև չկա իմ երգի ու իմ ձայնի մեջ ոչ մի արհեստական ելևէջ։ Ես երբ որ երգում եմ, ես այսպես կարող եմ ասել, իմ հոգին է երգում։ Իմ ձայնը իմ հոգու ձայնն է եւ միգուցե դա է, որ
մարդկանց այդ զգացողությունն է տալիս։ Չեմ կարող անկեղծ ես արտահայտչամիջոցը իմն է, բայց ընկալում է հանդիսատեսին, ես չեմ կարող ասել այդ ընկալումը ինչից է գալիս։ Երևի նրանից, որ ես ինքս իմ հետ անկեղծ եմ։ Որ ըստ ձեր փորձառության արվեստը փոխում է մարդուն եւ դեպի ուր է տանում։ Ի վերջո միշտ չէ, որ այսպես ասեմ, եթե ճիշտ է ամեն ինչ, արվեստը ոչ թե փոխում է մարդուն, այլ մոտեցնում է ինքն իրեն։ Որովհետեւ արվեստը, նամանավանդ երգ եւ երաժշտությունը, դա մարդու հոգուն հասնելու ամենակարճ ու ամենաուժեղ ճանապարհն է։ Դրա համար ես միշտ ասել եմ, նամանավանդ երգիչները, երաժիշտները շատ պետք է զգույշ լինեն, ինչ են տալիս հասարակությանը, որովհետև դու հենց աշխատում ես մարդու հոգու վրա, դու քո երգը, քո երաժշտությունը անմիջապես մարդու հոգու վրա ազդող միջոց է։ Դրա համար դու պետք է ճիշտ հասկանաս, ինչ ես տալիս այդ երգիդ մեջ, ինչ ուղերձներ ես հղում, ինչ էներգիա ես տալիս։ Այս շատ կարևոր բան է։ Եվ նաև դու ես ձևավորում այդպիսին։ Դրա համար երգը, երաժշտությունը, ես կարծում եմ, որ դա ինքդ քեզ գտնելու ամենաուժեղ, ամենահեշտ միջոցն է։ Իսկ այսօր կարծում եմ մի քիչ հասուն մարդիկ կհասկանա, որ իրականում կյանքում ամենադժվար բանը դա հենց ինքը իրեն ճանաչելն է։ Այո, ներդաշնակ լինելը սեփական անձի հետ։ Մավր կա մի ստեղծագործություն, որ կուզենայիք գրված լիներ ձեզ համար, թեկուզ ինքը բազմամյա լինի եւ թողնված լիներ ձեզ որպես հոգևոր կտակ։ Կան ստեղծագործություններ անկեղծ, որ շատ եմ սիրում, բայց կա մի երգ, որը իմ կյանքում շատ հիմնաքարային է եղել եւ ճիշտ է, ինքը իմ համար գրված չի եղել, բայց ես համարում եմ, որ դա հենց իմն է։ Նաեւ հանդիսատեսի դա Հեյ հոգի ջան երգն է, որը ես արդեն երգում եմ երևի 15 տարի եւ կարծում եմ, որ դեռևս մինչեւ կյանքիս վերջ ես այդ երգը միշտ երգելու եմ։ Դա եմ համարում, որ եթե հնարավորություններ կուզենայի դա իմ համար գրվեր, բայց քանի որ իմ համար չի գրվել, դա իմն է դարձել արդեն։ Ամեն մեկս ունենք մեր եթերային, համերգային, չգիտեմ, բեմական ծիսակարգերը, համերգից առաջ ու հետո ինչպես եք պատրաստվում ելույթին։ Նախ միշտ բոլոր համերգներին շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում։ Չկա համերգ, որտեղ իմ համար դա լինի սովորական ուղղակի այդ օրը համերգ ունեմ բան։ Ամենափոքր համերգ, փոքր հարաբերական ասված, համերգից մինչև այդ գրեթե մեծ համերգները իմ համար մեծ պատասխանատվություն է։ Նաև որոշ դեպքերում այսքան տարիների փորձից հետո հուզմունքը չի անցնում։ Եվ բայց հիմա ուրախ եմ, այնքան մի քիչ առաջ դուք նշեցիք, ամեն հաղորդումից առաջ ես նույնչափ հուզվում եմ։ Առաջին անգամապես։ Ես ասացի, որ իրականում դա շատ ավելի լավ է, քան թե չհուզվելը, որովհետև դա առնում է քո համար սովորական, դու այդ բանին արդեն սկսում ես չստեղծագործել։ Դու այդ բանին էներգիատ փոխվում է, դառնում է սովորական եւ դա նաև աստում է քո երգի վրա, հանդիսատեսի ընկալման վրա։ Եվ ես բնականաբար այս տարիների ընթացքում ձևավորել եմ պատրաստվելու իմ միջոցները, համերգից առաջ, համերգից հետո ինքս իմ օրգանիզմը ավելի լավ ճանաչելով, իմ բնությունը լավ ճանաչելով, բայց այդ մի բանը երբեք չի փոխվել իմ մեջ, պատասխանատվությունն ու հուզմունքը։ Եթե երգը չլիներ ձեր կյանքում, ինչը կդառնար ձեր հոգու լեզուն։ Գիտեք, մինչև վերջերս մտածում եի, որ ես չասեմ այսպես ոչինչ եմ, եթե չեմ երգում, բայց մտածում եի, որ երգից բացի էլ աշխարհում ոչ մի բան չկա իմ համար, բայց երբ որ շատ խորացա ինքս իմ մեջ, իմ հոգու մեջ, կյանքի ապրելու իմաստի մեջ եւ շատ նման հարցերի մեջ, հասկացա, որ ոչ թե երգն է կամ մասնագիտությունն է մարդու խնդիրը, այլ շատ դեպքերում մարդ ընտրում է այդ մասնագիտությունները զարգանալու համար, հոգևոր զարգանալու համար, իր հոգևոր զարգացումն ապահովելու համար։ Ես հասկացա, որ իմ երգ ընտրելու պատճառներից մեկն էլ նաև դա է, որ ես հոգեպես զարգանամ։ Հիմա դա կլինի երգի միջոցով, կլինի գրելու, գրականության, նկարչության միջոցով, չգիտեմ, միգուցե
ասենք գրեի կամ նկարեի։ Ինչ դեռ չիրականացած երազանք կամ նպատակ ունեք, որն անընդհատ հիշեցնում է իր մասին։ Մանկուց իմ բոլոր նպատակները հիմնականում ամփոփվել են մի մեծ գերագույն խնդրի ու նպատակի մեջ։ Հնարավորինս շատ հանրահռչակել ժողովրդական երգը, այն ինչ որ ես անում եմ, դա հնարավորինս ավելի մեծ ու լայն նաև օտար հանդիսատեսի համար, որովհետև այն պաշարը, այն գանձը, այն հոգևոր գանձերը մենք որ ունենք մեր մեջ, մեր ամբողջ ազգային մշակույթը ինչ որ ունենք, սա կարելի է շատ քիչ մասով ենք մենք հիմա թե մեր մեջ հանրահռչակում, թե նաև դրսում։ Իսկ որպես այդպես երազանք ես մի երազանք եմ ունեցել, որը շատ ցավոք սրտի չիրականացավ եւ արդեն հնարավորություն չկա իրականանալու։ Դա այսպես ձևակերպեմ, երբ որ ես 7 տարեկան էի, այսօրվա պես հիշում եմ, մի անգամ հայրս ինձ հարց տվեց, ասաց տղաս, ինչ կուզենայիր հիմա, քո ամենամեծ երազանքը ո՞րն է։ Առանց մտածելու ասացի, պապ ուզում եմ երգեմ Շարլ Ազնավուրի հետ։ Այսքան երեխա է 7 տարեկան, բայց ցավոք սրտի ափսոս։ Մավեր, եւ վերջում երիտասարդների մի բանակ կա, որոնք երազում են ապրել արվեստում, լինել արվեստի մեջ, ինչ ուղերձ ունեք իրենց։ Ուղերձ չասեմ, բայց խորհուրդս մենակ մի բան է, որ գնալ մինչև վերջ։ Եթե դու հավատում ես քո ուժերին, հաջողությունը անպայման, սա ոչ թե միգուցե կայցելի թե չէ, այլ անպայման կայցելի մի օր ցես։ Եթե դու քո հետ, քո ներսի հետ հաշտ ես ու դու գիտես, որ դու ճիշտ ես, ու դու ուզում ես դա, դրա համար կանես ամեն ինչ եւ ժամանակի ընթացքում դու դրա արդյունքը կստանաս։ Երբեք չհուսահատվել։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Ես ինքս եմ շնորհակալ։ Այսպիսին էին Մավր Մկրտչյանի ազգայինի ներկայացման բանաձևերը, իսկ մենք կհանդիպենք այլ բանաձևերով։